Անձի երկվություն է հիշեցնում Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանին։ Ամեն անգամ ձեզ մի հատ սիլա են տալիս կներեք, դուք էլի հետ եք գնում Մոսկվա ներողություն եք խնդրում, հետ եք գալիս։ Միթե դուք ստորանալուց հաճույք եք ստանում։ Այսպիսի երևույթներ կան հոգեբանության մեջ, ռոմանտիկ հարաբերությունների։ Անգամ ամուսինների հարաբերությունների համար է անառողջ Փաշինյանի թիմի վարքը։ Խաչիկյանը բացատրում է ընտրություններից առաջ Հայաստանի գործող իշխանությունը ջերմությամբ է լցվում ռուսների նկատմամբ, որոշ ժամանակ հետո նորից վազում է Եվրոպա հովանու փնտրտուքների։ Շատ ուղիղ պատասխանել ոչ։ Ռուսաստանի արտգործնախարարի ներկայությամբ Արարատ Միրզոյանը գրեթե պատրաստ է երդվել, որ Հայաստանը չի անում որևէ բան Եվրամիություն մտնելու համար ու ոչ մի կերպ չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Միևնույն պահին արտգործնախարարության շենքի դիմաց հակառուսական ակցիա է մոլեգնում։ Արթուր Խաչիկյանի համոզմամբ ոչ առանց բարձրագույն իշխանության իմացության։ Փաշինյանի արտախորհրդարանական հենարանն են ակցիան կազմակերպած քաղաքական ուժերը։ Շիզոֆրենիկ վիճակ է, կամ դուք եթե կարող եք խզեք ձեր հարաբերություն Ռուսաստանի հետ, գնացեք Արևմուտք, բայց դուք շատ լավ գիտեք, որ Արևմուտքից ոչինչ չի առաջարկում, բացի Ալիևի ոտի տակ պարկելուց, որը դուք առանց դրա էլ անում եք։ Ռուսները ըստ Խաչիկյանի շատ լավ են հասկանում, որ ռուս-ուկրաինական բանակցություններին զուգահեռ Արևմուտքը ջանք ու եռանդ չի խնայում Հարավային Կովկասում իրենց դեմ երկրորդ ճակատ բացելու համար։ Հրահրել պատերազմ հայերի եւ Ադրբեջանի միջև, ստիպել, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները եւ երկրորդ ֆրոնտ բացվի այստեղ Ռուսաստանի դեմ, որ Ուկրաինայի իրավիճակը լավանա, որտեղ տեսնում եք իրենց ուշք ու միտքը Ուկրաինան է, որտեղ նրանք ուզում են Ուկրաինայի ձեռքերով Ռուսաստանը թուլացնել։ Եվ սա կանխելու համար էր Լավրովը շտապել Հայաստան, շոշափելու Հայաստանի իշխանության տրամադրությունները։ Դրա համար ինձ պետք է կանխատեսելի Հայաստան, ոչ թե մի Հայաստան, որը այսօր իրենց հետ էլի ինչ-որ նոր պայմանագրի կստորագրի, վաղը էլի կնստի Wizz-երով կգնա Պրագա, էլի ինչ-որ բան կստորագրի։ Սա խելագարություն է, սա քաղաքականություն չի։ Այդպիսի մի խելագար քաղաքականություն էլ քարուքանդ է արել Ուկրաինան։ Արդեն ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը գրկաբաց չեն սպասում ուկրաինացիներին, որոնք Արևմուտք Ռուսաստան հակամարտության զոհն են դարձել։ Я не вижу каких-то причин для ուկրաինիզացիա։ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեռ ամբողջությամբ չի թեքվել դեպի Արևմուտք։ Գոնե ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հասկանում է, որ պետք է լավ լինել ռուսների հետ։ Մոսկվան չի հավատում արդյունքներին, ինչպես շատ հայտնի կինոյում ասվում էր։ Նրանց համբերությունը անվերջ չէ։ Իրենց բաժակը լցվում է։ Ռուսաստանի համբերության բաժակը իսկապես մոտ է լցվելուն։ Վերջին կաթիլներից մեկը կարող է լինել 44-օրյա պատերազմի օրերին հաղթելու ենք քարոզչական փուչիկը փչած Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը։ Այդ ծրագիրը ընդհանրում էր նաև Միացյալ Հայաստանի պատմական Հայաստանի ստեղծում։ Մայիսի 9-ին, երբ Պուտինը աշխարհի առաջնորդներին, այդ թվում Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա շքերթի, հանրային հեռուստաընկերության եթերում Հովհաննիսյանը Ադոլֆ Հիտլերին էր արդարացնում։ Արթուր Խաչիկյանի տպավորությունն է։ Արծրուն Հովհաննիսյանը պնդում էր, եթե Ստալինգրադում ֆաշիստները չպարտվեին, Հիտլերը մեզ ազատ Հայաստան կնվիրեր։ Այսպիսի բան չի եղել մարդկային պատմության մեջ։ Եվ սա մի լրացուցիչ վիրավորանք է Ռուսաստանին։ Խաչիկյանի կարծիքով Ռուսաստանի գլխավոր դիվանագետի Երևանյան այցի օրակարգում պատահական չէր ներառվել այցելությունը հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշահամալիր։ Դա պատասխան ժեստ էր։ Այսինքն դուք անհարգում եք մեր զոհերին, ներառյալ 300,000 հայ, որ այստեղ մահացել է, ներառյալ մեր 100-ից ավել սովետական միության հերոսներ, մեր 4 մարշալին, ներառյալ այն Միսակ Մանուշյանին, որ դուք վազեցիք Փարիզում կոֆե կրուասոն ուտելու, մի հատ ընդեղ էլ ասեիք, բա Մակրոնի դեմ ասեիք, բայց գիտեք, որ Հիտլերը Ստալինգրադում հաղթեր, մենք Հայաստան կունենանք։ Ռուսաստանի գլխավոր դիվանագետի այցը ըստ քաղաքագետի մեկ այլ կարևոր նպատակ էլ ուներ։ Լավրովը երեկ Երևանում հայտարարել է, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը, վստահեցրել, որ նախապատրաստական աշխատանքներ են անում։ Գուցե ինչ-որ զիջումների մասին են լսել եւ Զանգեզուրում ուզում են իրենց գիծը գծել, որ դուք սա չթողնեն, որ մենք զիջենք Սյունիքը, որտեղ Ռուսաստանի համար դա մեծ խնդիրներ կստեղծի։ Հնարավոր է եւ հնարավոր է ուզեցել իրենց պարզ բացատրել, թե ինչ է լինելու, եթե դուք Եվրազիայից դուրս գաք, գազի գինը 3 անգամ բարձրանա։ Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը շուրջ 3 տարի է քննարկվում է։
բայց ըստ լուրերի հայկական կողմը դեռ շարունակում է դիմադրել։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։